Շնորհակալ եմ, հարգելի հայրենակիցներ, սիրելի գործընկերներ, օրեր անց Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի քարոզարշավը, հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ու վստահության կվետա արդեն գրանցված 19 քաղաքական ուժերից որևէ մեկին։ 19 կուսակցություն եւ քաղաքական կուսակցությունների դաշինք մասնակցելու են քաղաքական պայքարին։ 2018-ի Թավշյա-ոչ բռնի հեղափոխությունից հետո բոլորովին նոր քաղաքական միջավայր եւ մթնոլորտի համադրությամբ տևական ժամանակ մեր խոսույթից անհետացել էր օրինակ ընտրակաշարք տերմինը, ինչը եւս մեկ ձեռքբերում եմ համարում։ Այսօր ցավոք Հայաստան քաղաքական գաստրոլների գործուղված մի խմբակ ուզում են զարկ տալ հին եւ մոռացված բարքերին։ Շատ ենք խոսել, որ քաղաքական դաշտին սերնդափոխություն է պետք։ Քաղաքական համակարգերի արդիականացում է պետք։ Ժողովրդավարության սկզբունքներին ու արժեքներին համապատասխան ընտրական գործընթացներ են պետք։ Դարձյալ ավաղ գաստրոլների ուղարկված մի խումբ օրվա այս հրամայականը շատ ուղիղ է հասկացել, առաջին պլան բերելով սեփական որդիներին, եղբորորդիներին, սանիկներին, ընտանիքի այլ անդամների։ Սրանք փորձի փոխանակման միջոցով ոչ միայն արատավոր բարքեր են փոխանցում քաղաքականության մեջ նոր քայլեր անող իրենց բալիկներին, այլև փորձում են օրինակ վերակենդանացնել ընտրակաշարքի ինստիտուտը։ Օր չկա, որ չլսենք մի մանետ բաժանելու, հանուն ազգային ինքնության պահպանման շլվար ունասկի գնելու, էպիլյատոր ու տելևիզոր որպես նվեր առաքելու մասին, չեն խրատվում։ Երևույթն ինքնին ահավոր է եւ քրորեն պատժելի, բայց էլ ավելի ահավոր է, երբ սրան ուղիղ մասնակից են դարձնում կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց, զոհվածի հարազատի եւ այլն։ Ես հեռու եմ այն մտքից, որ ընդդիմադիրների նախընտրական ցուցակներում ծվարած իրավաբանները ծանոթ չեն ընտրական օրենսգրքի կարգավորումներին, բայց հանուն շեֆերի ու նրանց տերերի բիզնեսների պիտի ձայն քերեն։ Ձեզ չեք ափսոսում, գոնե ոսկե օրորոցում մեծացած ձեր բալիկներին ափսոսեք։ Հայաստանի Հանրապետությունում վաղուց գործում են օրենքներն ու ինստիտուտները, կառույցներն ու ծառայությունները, ձեր թվերն անցել են։ Հասկանում եմ, որ ծաղկափոշի մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը ծիրանագույն Բուրաստան, բայց մենք իրական Հայաստանում ենք ապրում, ուր գեղարվեստական խոսքը օրենքին հաղթել չի կարող։ Փողով սուտ ու կեղծիք է տարածվում, ավելին վճարվում են դրան հավատալու համար։ Վարդան Մամիկոնյան են անում, Սմբատ Գունդստաբլ, Գրիգոր Տաթևացի, Մերուժան Արծրունի, գոնե գիտեք էս մարդիկ ով են։ Այն, որ Հայաստանում խաղաղություն է, այն, որ Հայաստանի գործերը լավ են, այն, որ մենք ապրում ենք մեր նորանկախ պատմության լավատեսություն ներշնչող բացառիկ օրերը, ապացուցում են անգամ ձեր գործընկերները։ Լսեք իրար, նայեք իրար հարցազրույցներ։ Ձեր գործընկերներից մեկը հարցնում է, բա որ Հայաստանն արհավիրքի մեջ է ու կործանման եզրին, էդ ինչ կրթության բարեփոխում եք քննարկում, հարգելի ընդդիմադիրներ կամ ասֆալտի որակ։ Մարդը հարց է տալի, պատասխանեք, բա որ ամեն ինչ այդքան վատ է, ինչու ձեզ չենք տեսնում կողքի կանգնած հանուն Հայաստանի Հանրապետության փրկության։ Չենք տեսնում, քանի որ դուք զբաղված եք ազգային ժողովում պատվավոր երկրորդ տեղի համար։ Մի երկու մանդատ ավել պիտի թռցնեք, զբաղված եք ընտրակաշարք բաժանելով։ Մենք հպարտանում ենք մեր երկրի բյուջեով, դուք ձեր շեֆերի բանկի հաշիվներով։ Մենք Հայաստանի Հանրապետության առաջխաղացմամբ, դուք Ֆորբսով ու Կիպրոսի կղզիներով։ Մենք սահմաններին ամրաշինական աշխատանքներով, դուք ձեր տան պարիսպներով ու մայբախներով։ Սուրենյանցը մի հայտնի կտավ ունի, ու Շամիրամը փորձում է վերակենդանացնել արալեզների միջոցով զոհված Արային։ Դուք էլ մեր քաղաքական դաշտի արալեզներն եք, փորձում եք վերակենդանացնել արդեն մեռած բարքերը, որոնց պատճառով այս երկրի զարգացումը տարիներով հետ է շպրտվել, Տուկի թելի, Մալինայի, Մուրաբարի, Շլվարի, Նազկու էպիլյատորի գինն էլ հազարապատիկ քերել եք, ինքներդ ձեզ սուբսիդավորել, նվիրել ու պարգևատրել։ Ավարտում եմ։ Ինչքան Շամիրամի մոտ է ստացվել, այնքան էլ ձեր մոտ է ստացվելու։ Առաջին դեպքում դժբախտաբար, ձեր դեպքում բարեբախտաբար։ Դուք էությամբ արժեհամակարգով ուղն ու ծուծով նախկին եք ու մերժված։ Ու եթե ձեզ թվում է, որ տուկիթերն ու տելևիզորը հարց են լուծելու կամ ազդելու են քաղաքացիության վրա, որ մենք թողնելու ենք Հայաստանի Հանրապետության խաղաղությունը խաթարի կամ գողանալ մեր երկրի ապագան, ապա դու ճիշտ եք, դա ձեզ միայն թվում է։